Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, մենք շարունակում ենք գնալ կանաչ ուղեգծի մեջ եւ այսօր խոսելու ենք սլափների մասին, դրանք հայցերն են, դատական հայցերն են հանրային մասնակցության դեմ։ Ինչ է իրենից ներկայացնում սլափը, մի անգամ էլ, այսինքն այդ հայցերը, մի անգամ էլ խոսենք դրա մասին, դրանք կոնկրետ հետապնդումներ են, կարող են լինել քրեական գործերի միջոցով կամ քաղաքացիական գործերի միջոցով, որոնք հարուցվում են, որպեսզի պակասեցնեն, նվազեցնեն հանրության ձայնը, հանրության մասնակցությունը, ըստ միջազգային, այսպես ասած, բնորոշման։ Օրինակ, այսինքն, եթե ինչ-որ մի գյուղում, ինչ-որ մի գործընթաց է գնում եւ մի մարդ արտահայտություն է անում տվյալ գործընթացի վերաբերյալ, որը դուր չի գալիս հասցեատիրոջը, դա կլինի տեղական իշխանություն կամ ինչ-որ բիզնես, եւ նա համարի, օրինակ, դա զրպարտություն եւ փորձի դատական հայցով հանդես գալ, փոխհատուցում պահանջել տվյալ մարդուց, չգիտեմ, մեծ գումարներ ուզելով, դա ինդիկատոր է, որպեսզի տվյալ գյուղի մյուս բնակիչները այլևս իրենց ձայնը չբարձրացնեն, Եվ այսօր ըստ միջազգային փորձագիտական խմբերի Հայաստանում այս տարիների ընթացքում մոտ 40 կամ միգուցե արդեն նույնիսկ ավել, որովհետև ունենք նաև նոր դեպքեր, 2026 թվականին, գործընթացներ կան կոնկրետ բնապահպանների, կամ բնապահպանական համայնքի վերաբերյալ կամ ԶԼՄ-ների, նկատմամբ հարուցված, որոնք որ բնապահպանական խնդիրներ են բարձրացրել, այսինքն մոտ 40 այսպիսի տարբեր դեպքեր կան, տարբեր են իրենք, բայց ունեն նաև որոշակի նմանություն, այսինքն իրենց նպատակներով կամ ընդհանուր այն տրամադրություններով, որոնք ձևավորում են հասարակության մեջ, եւ այսօր կխոսենք դրա մասին, մոտավորապես։ Մենք ուզում ենք այս խնդիրը, հանրային մասնակցության դեմ հայցերի խնդիրը շատ տարբեր տեսանկյուններից քննարկենք ու այսօր մտածեցինք, որ լավ կլինի շատ կոնկրետ օրինակով քննարկել, թե ոնց է այդ ամեն ինչը աշխատում, ինչ ազդեցություն է ունենում ակտիվ քաղաքացիների վրա եւ ինչա պետք է այս խնդրի հետ կապված անել։ Ու այդ նպատակով մենք այսօր շատ լավ հյուր ունենք Շավարժը, քաղաքացիական ակտիվիստ Քաջարանից, մերսի, որ հրավերը ընդունել է Շավարժ ջան, ու մենք մտածեցինք, որ լավ կլինի մի քիչ դուք փորձով կիսվես, որովհետեւ այդ հայցերը նաեւ հասել են քեզ։ Կխնդրեմ սկզբից մի քիչ պատմես ձեր գործունեության մասին, ինչ process-ներ եք ձեռնարկել, ինչ է տեղի ունենում, որ նաև հասակ ենք այդին, երբ կոնկրետ ընկերություն ձեր դեմ նաև դատական հայց ներկայացրեց։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, այս հրավերի համար, իմ համար շատ կարևոր իրոք թեմա է, որտեղ անձամբ ինձ է վերաբերվում, եւ ոչ միայն անձամբ, այլ նաև ես գիտեմ, որ ալեգ ասում ես 40 հոգի, եթե ոչ 40-ին, բայց մի մասին ճանաչում եմ 40 դեպք, մի քանի դեպք։ Որոշներին ճանաչում եմ ու դա արդեն իրոք լուրջ ազդակա բոլորիս համար, որ դա շարունակական բնույթ է կրում։ Մեր դեպքով սենց, այսինքն 25 թվականի, մինչև 25 թվականի փետրվարը ես աշխատում եմ հանքարդյունաբերող ընկերությունում, որտեղ կային տարիների վեր երկարամյա խնդիրներ, որոնք չէին լուծվում։ Մարդիկ այդ խնդիրները բարձրաձայնում էին, այսինքն սկզբից տեղական մակարդակում իրենց, այսինքն արտադրամասում խնդիրները լուծում չէին ստանում եւ այդ ձնագնդի sense կոմի նման, այսինքն ինքը հավաքվել են այդ խնդիրները, եկավ հասավ 25 թվականի հունվար ամիսը, երբ արդեն մարդիկ թե աշխատավարձի բարձրացումը եւ թե այդ խնդիրների, որ չէին լուծում այդքան երկար ժամանակ, պահանջ ներկայացրեցին, որ այսինքն եթե այդ խնդիրները չի լուծվում, մենք դուրս ենք գալու գործադուլի եւ սկսեց գործադուլը, այսինքն այդ հունվարի 31-ին սկսեց հայտնի գործադուլը, որի ընթացքում արդեն ինձ հեռացեցին աշխատանքից, այսինքն քանի որ ես այդ գործադուլի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեի, այսինքն բարձրացնում է ավելի շատ եմ մարդկանց հետ խոսում, հանրային ելույթներ ունենում, թիրախավորեցին ինձ եւս մի քանի հոգու, ով որոշակի չափով էլի ակտիվ էր հանրային դաշտում, չգիտեմ, ուղիղ եթերներ էր անում, մարդկանց այդ ակցիաներն էր ճանապարհում, դե այնտեղ բազմա 100, եթե ոչ 1000 մարդ է մասնակցում, այդ ամեն ինչը համակարգել էր պետք, մի քանի հոգի նախաձեռնել են, այսինքն պատասխանատվություն են վերցրել, այդ ամեն ինչը համակարգել, առանց դա անհնար էր, որ այդպես ստացվի, եւ այդ համակարգողներին թիրախավորությունը եւ փետրվարի 7-ին մեզ հեռացեցին աշխատանքից,
բայց դրանով չսահմանափակվեց, այսինքն այդ իրանց հետապնդումը մեր դրանից մի ամիս անց, այսինքն գործադուլը ավարտվել էր, պահանջները որոշակի, այսինքն այդ ընկերությունը ընդունել էր իր սխալները, այսինքն իրանք հետո հանրային կերպով ասում են, որ հա կար խնդիրներ։ Այո, ես հիշում եմ, տնօրենը խոսում էր, ասում էր կա խնդիրներ, հա, այսինքն իրանք չէին ժխտող խնդիրներ։ Ժխտում չեմ տեսել։ Հա, իրանք ընդունեցին, այսինքն խնդիրների որոշ չափով ստեցին լուծում տալ, աշխատավարձի բարձրացում, ընդ պայմաններն են որոշակի չափով ուզում բարելավեն, բայց հələ չեն բարելավել, հա, այդ անպայման ուզում եմ շեշտեմ, մինչև այսօր հələ չեն բարելավել, ուզում են, այսինքն նախագծեր են բերել ընդ օդափոխման համար, բայց հələ չեն սկսել, բայց մեզ մի ամիս հետո մեր դեմ հայց են ներկայացնում, ահռելի հայց, այսինքն իրանք հաշվում են այդ վնասը կրած ըստ իրանց, թե ինչ վնաս են կրել այդ գործադուլի ընթացքում եւ այդ ամբողջ վնասը վերագրում են մեզ, այսինքն այդ մարդկանց ում հեռացրել են աշխատանքից, այսինքն ել չեն նայում ով ինչ ա արել, այսինքն միանգամից բոլորի դեմ հայց են ներկայացրել եւ հիմա այդ դատական process արդեն գրեթե մի տարի գնում է, մենք այդ դատական process-ի մեջ ենք, այսինքն եթե ընդհանուր ասեմ, մենք հիմա այդ դատական process-ի մեջ Ինչ հայց է ներկայացել այս։ հայց փոխհատուցման, այսինքն այդ վնասի փոխհատուցման համար։ Ինչքան։ Հայցի չափը 4 միլիարդ 700 քանի միլիոն դրամ է, այսինքն Թոքուց։ 8 թոքու, այսինքն իմ 66, ես հաշվել եմ միջև գալիս 66 տարվա աշխատավարձս, այսինքն ես 66 տարի պետք է աշխատեմ, որ այդ գումարը հասցնեմ տա։ Դե այսպեսի մի հատ անեկդոտ կա, ասում եմ մեկին դատում են, այդ դատում են 76 տարեկան, հա, դատում վճիրը կայացնում են, որ պիտի 60 տարի նստի։ Բոլորը տխրում են, դե մեծ մարդ է, այսքան ոնց արել նստելու, ինքը ուրախանում է։ Ասում են, ինչու ես այդքան ուրախանում, ասում եմ, ես հույս չունեի, որ այդքան կապրեմ։ Դեպքում էլ ես հույս չէի պատկերացնում, որ ես այդպես գումարներ ունեմ։ Հաստորեն մարդիկ, ովքեր որ պայքարում էին իրանց աշխատանքային իրավունքների, պայմանների բարելավման համար ու դիմում են այդ իրավունքների պաշտպանության որոշակի գործիքակազմի, ինչպիսին, հա, գործադուլն է, որում ոնց որ դու նշեցիր, անցնելով համապատասխան փուլերով, հա, տեղեկացնելով, բարձրացնելով ներքին կարգով եւ այլն, եւ այդ ակտիվությունը խնդիրների բարձրացման ի վերջո ստանում է արձագանք առաջի հերթին դες գործից հանելը, երկրորդ հերթին արդեն ավելի sense պատժիչ, հա, բան, որովհետեւ նման անհամաչափ ու անիրատեսական պահանջ ներկայացնելը, հա, աշխատողներից ինքը արդեն ենթադրում է, որ պատժիչ բնույթ ունի։ Ինչ ես կարծում, հա, որն է եղել այդ ընկերության նպատակը այդ հայցը ներկայացնելու, որովհետեւ անիրատեսական բան է թվում, արդյոք իրանց նպատակը այդ գումարը հեշտանալն է, թե ի վերջո ուրիշ նպատակ է հետապ։ Նպատակը ըստ ինձ եւ դատարանաբանական է, ոչ թե դատական այդ հայցը հաղթելն է, այսինքն այդ դատական process-ով մեզ ճնշել, վախեցնել, մեկուսացնել դաժե, հա, մի կողմից մեկուսացնում են, այսինքն որովհետեւ դա հոգեբանական պահ կա, այսինքն եթե միջև գործադուլի ընթացքում միջև այդ հայցը ես մարդկանց մոտ ընկալում եմ որպես իրենց իրավունքների համար պայքարող անձնավորություն, հա, այդ հայցից հետո ես ոնց որ ֆոկուսը փոխվում է, այսինքն ինքը դառնում է զոհ, հա, այսինքն նույն շավարշային մնացել մարդիկ դառել են զոհ եւ շավարշն չէր խելոք մնացել, հա, ասենց ինչ։ Հա, այ ինքը զոհ է դառել, այդ զոհին միգուցե կարող է խղճան, բայց իրան արդեն լավ չեն ընկալում, ավելի լուրջ չեն ընկալում, ուզում ասեմ, այդ իրանց հայցի նպատակը մի քանի նպատակ է, այսինքն հետապնդում, այսինքն ինձ մեկուսացնեն իմ ռեսուրսների վրա, այսինքն ազդում, այսինքն ժամանակը, պատկերացեք այդ դատական հայցերը, ժամանակը խլում, ստրես, ինքը մի կողմից ստրեսը, իրոք հա, ինչքան էլ աբսուրդ թվավ, ես չգիտեմ ինչ է, ոնց ավարտվելու։ Ինչքան էլ մենք ասենք այդ աբսուրդ է, բայց ես չգիտեմ ոնց ավարտվելու։ Միգուցե մեր արտադրության համակարգը որոշի, որ իրոք ես պետք է այդ գումարը վճարեմ 66 տարի աշխատեմ իրանց փակյան ողջ կյանքովս մեկ։ Ազդում է նաև ֆինանսապես, այսինքն կալանքի տակ է դրել իմ եկամուտն եմ ասում, տունը, այսինքն կալանքի տակ է։ Եկամուտներս հա հարց չկա, ինքը ազատ խոսք ունի, բայց գույքիս վրա կալանք են դրել, ոչ միայն իմ, այլ բոլոր 8 հոգու վրա։ Այդ դատական ծախսերը մենք ենք հոգում, այսինքն պատասխանողը ես եմ, ես պետք է հոգամ այդ ծախսերը։ Իրականում այդ պետք է հիմա ֆիքսենք, որ այս հայցերը իրանք ոչ թե իրանց ազդեցությունը ունենում են դատի վերջում, թե դու կպարտվես, թե կհաղթես։ Այդ իրանց ազդեցությունը դրսևորվում է ամբողջ ընթացքում։ Փաստացի, դասում է դու մի տարի արդեն անցնում ես մի process-ի միջով, որը քամում է քո ժամանակը, ֆինանսական ռեսուրսները, հոգեբանական, հա, մեծ բեռը հանդիսանում քո վրա։
Այդ տեսանկյունից Օլեգ ինձ թվում է նշեցիր էլի որ մոտ 40 եւ ավելի դեպքեր են եղել տեսնում ես, հա, ինչ որ զուգահեռներ, օրինաչափություններ այս դեպքի հետ, որովհետեւ կարծես ինքը ինչ որ մի հատ տենց բան կա, կոնկրետ գործիքակազմ կա, որը որ Հայաստանի դեպքում բնապահպանական թեմաներով հիմնականում հենց հանքարդյունաբերող ընկերությունները օգտագործում են մարդկանց ճնշելու լրացնելու համար։ Ոստեղ մի հատ առանձնահատկություն կա, կոնկրետ Շավարշանց, հա, այդ 8 հոգու դեպքը ինքը տարբերվում է մյուս դեպքերից նրանով, որ մյուս դեպքերում հիմնականում դրանք զրպարտության, հա, այսպես ասած, մեղադրանքներն են կամ հայցերն են, այս դեպքում, այսինքն վնաս եք տվել ֆինանսական եւ դե բարի եղեք փոխհատուցեք, հա, այսինքն սլափները իրեն կամ այդ ռազմավարական հայցերը հանրային մասնակցության դեմ, հա, իրենք կարող են լինել տարբեր։ Օրինակ, այդ օրերին, երբ որ իմացան, որ դատական հայց է ներկայացվելու աշխատակցի նկատմամբ, այս դեպքը որպես սլափ որակեցին, հա, իրավապաշտպանները զարգացման մեջ միջազգային իրավապաշտպան կոալիցիան եւ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի արդյունանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քաղաքասարակության խմբակցությունը մոտ 40 հատ հասարակական կազմակերպություններ Հայաստանից հայտարարություն տարածեցին եւ ամենակարևորը նաեւ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը այսինքն 4 առնվազն միջազգային եւ տեղական այսպես ասած ցանցեր որակեցին դա որպես սլափ, ինչու կամ որպես հայց ընդդեմ հանրային մասնակցության։ Նախ սկսենք նրանից, որ բոլորին պարզ է, չէ, որ 8 հոգին չեն կարող այդ գումարը փոխհատուցել, նույնիսկ եթե այսինքն օրինակ process-ը գնաց, ասեցին դե ճիշտ է, վնաս եք տվել, փոխհատուցեք, ի վիճակի չեն փոխհատուցել։ Այսինքն վերաբերմունքը այնպիսին է, որ ինքը կոնկրետ ավելի շատ մարդկանց ինչ որ կապանքների մեջ, հա, դնելու, պահելու մեջ է, այսինքն տպավորությունը ինքը, հա, կամ այդպես է աշխատում։ Եվ երկրորդը դա տեղի ունեցավ 8 հոգու նկատմամբ, այսինքն եղել են շատ, չէ, այսինքն օրինակ գործադուլ անողները եղել են շատ, բայց ընտրվել են 8 հոգի։ Այդ հիմնավորումն էլ չի պարզ թե ինչու 8 հոգին, որովհետև եթե ընտրվեին 2000 հոգի, ապա այդ փոխհատուցման տրամաբանությունը կամ փոխհատուցում ստանալու հնարավորությունը ավելի հեշտ կլիներ։ Բայց ստացվեց, որ 8 հոգին են, հա, մեղավոր, եւ այստեղ է հենց նմանությունը, որ 8 հոգու նկատմամբ այսպիսի գործընթաց ընթանա, որպեսզի մյուս բոլորը տեսնեն։ Այսինքն գլխավոր նմանությունը հենց ազդեցությունն է, այսինքն այս դեպքի եւ մյուս դեպքերի հետ, որպեսզի մյուսները տեսնեն ինչ է կատարվում այն մյուսի կամ այն մյուսների հետ եւ դրանից հետո փորձեն նաեւ լրել։ Ես այդպիսի մի հատ թարմ օրինակ գիտեմ, հա, վառ օրինակ, ես վերջերս Աղթալայում գործադուլ էր ընթանում աշխատողների, որոնք շատ հանգիստ էին գործադուլ անում, այսինքն հավաքվում էին, ընդամենը, չգիտեմ, այնտեղ մի 2-3 ժամ ընկերության, հա, առաջ եւ այլն, բայց միևնույն ժամանակ այդ ամբողջ ընթացքում այդ մարդկանցից նշում են, որ իրենք ունեն մտավախություն կամ իրենք նաեւ ունեն մտավախություն, օրինակ, չգիտեմ, միգուցե այնտեղ առաջարկ է եկել, որ չգիտեմ, տեխնիկայա գնում գալիս, եկեք, չգիտեմ, փակենք տեխնիկայի առաջ, հա, կամ միգուցե, չգիտեմ, գնանք կառավարության շենքի առաջ կանգնենք, բայց այդ մտահոգությունները գալիս հասնում են, այսինքն մարդիկ ասում են, որ հնարավոր է, որ մեր դեմ դատական հայցեր ներկայացվեն, ինչպես դա եղավ օրինակ Սյունիքի դեպքերում, էլի։ Այսինքն դա արդեն իսկ մարդկանց իրենց իրավունքը իրացման մեխանիզմները խիստ սահմանափակեց, իսկ մարդիկ վախում էին, այսինքն մտահոգվում էին, վախում էին։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ տեսեք տարբեր մարզեր են, հա, տարբեր տարածքներ են, նույնիսկ ընկերություններ են, բայց ազդեցությունը համահայաստանյան է։ Եվ կոնկրետ աշխատանքային իրավունքների իրացման բնագավառում վառ արտահայտվում է։ Շավարժ, դու տեսնում ես, որ հիմա
Օլեգը նշեց նույնիսկ այդ ազդեցությունը ուրիշ տեղերում էլ է երևում։ Իսկ ձեր դեպքում, ասենք նայելով համայնքում կամ հա, այն մարդիկ ում հետ դուք շփումներ եք ունենում եւ այլն, նույնիսկ, չգիտեմ, ուրիշ աշխատողներ եւ այլն, այս հայցը ձեր դեմ ինքը բացի ձեզանից քո տպավորությամբ ուրիշների վրա էլ է ազդում, իրանք ինչ որ եզրակացություններ են քաղում, ոնց է դա տեսնում։ Sense մի հատ արտահայտություն անեմ, որը հենց այդ ազդեցությանը տիպիկ ոնց է նշում, էլի այդ ազդեցություն մարդիկ, ով որ դիվիդենդ աշա է, sense ասում, այսինքն աշխատավարձը բարձրացել է այդ գործադուլ ընթացքում, նույնիսկ այդ մարդին ասում, բա քեզ պետք էր, բա քեզ պետք էր, այսինքն ոչ թե դաժե հեռացում, այլ որ դու ընկերես նման պարտքի տակ։ Այսինքն այդ մարդը ինքը օգուտ աշա է, հա, այսինքն իր աշխատավարձը 20%-ով բարձրացել է, մոտ 100,000, չգիտեմ, 80,000։ Ինքը ասում է քեզ պետք էր, բա ինձ ես փողն էլ չի պետք։ Դու սաղ կյանքում եք, ընկերես պարտքի տակ։ Որտեվ ելում ասում մարդկանց մոտ շատ ժամանակ է հասարակության մոտ այդ մենք ասում ենք սլապ, հա, այսինքն հանրային մասնակցության դեմ հայցեր։ Մարդկանց մոտ դա չի ընկալում։ Իրանք նույնիսկ մենք քննարկում ենք դատավորներ, չգիտեմ նույնիսկ դա ինչ է, շատ դատավորներ, մարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում դա ինչ է։ Այսինքն իրանք ուղղակի հասկանում որ իրավական ինչ-որ գործընթաց է, դա նորմալ է, դե իրանք ընկերությունը իրավունքներն է պաշտպանում։ Մարդիկ չեն ընկալում որ դա գործիք է ճնշելու հասարակության, այսինքն այդ բոլորը մարդկանց ճնշելու գործիք է, իրանց մոտ դա ընկալում է որպես իրավական նորմալ գործընթաց եւ քանի որ դա ընկալում է նորմալ, իրանք հասկանում են որ դե ուրեմն այս մարդը պատժվել է, ուրեմն ինքը սխալ է արել, չպետք է խոսալ, խոսալը սխալ է։ Ու արդեն դա մոտը այսպես նստված կա տալիս, որ խոսալը սխալ է։ Եվ դա ազդում է ընդհանուր ժողովրդավարության վրա, այսինքն ժողովրդավարությունը հիմա հեսանտրությունն է, չէ՞ մենակ ընտրությունները չէ, այսինքն ժողովրդավարությունը նաև ազատ մասնակցությունն է process-ների։ Եթե մարդը չի կարող ազատ մասնակցել, բոլոր մակարդակներում, դա ուրեմն խաթարվում է ժողովրդավարությունը, եթե սլապը այդ ժողովրդավարության դեմ է։ Հետաքրքիր նշեցիք այդ բանը, ձևակերպումը, հա, ընկերությունն էլ իր շահերն է պաշտպանում ու հաճախ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ներկայացնել այս տեսակի դեպքերը ոչ միայն որ ակտիվիստները, բնապահպանները եւ այլն ոչ թե պարզապես պայքարում են իրանց իրավունքների, իրանց միջավայրի եւ այլնի համար, այլ ուրիշ նպատակ են հետապնդում, ուրիշ օրակարգ են ներկայացնում, հա, իրանք վնասում են Հայաստանի տնտեսությունը, իրանք վնասում են անվտանգային ռիսկեր են ստեղծում, սպասարկում են ուրիշ օրակարգներ, այսինքն մենք նկատում ենք, որ հաճախ այս դեպքերը թիրախավորելու դատական ճանապարհով իրանք նաև ուղեկցվում են շատ կոնկրետ վարկաբեկման, հա, ապատեղեկատվության տարբեր տեսակի արշավներով, որով փորձ է արվում այդ քո նշած այդ հոգեբանական ճնշմանը ակտիվիստների նկատմամբ ավելացնել ավելի լայն հանրային ճնշում, ցույց տալով, որ այս ակտիվիստները կամ իրավունքների պաշտպանության զբաղվողները իրանք լեգիտիմ չեն, իրանք ուրիշ նպատակներ են հետապնդում։ Ու այստեղ էլ է նաև այդ զուգահեռները ուրիշ գործերի հետ, որ մենք տեսնում ենք, երբեք միայն այդ դատաիրավական ճանապարհը չի, որը որ կիրառվում է ակտիվիստներին լրացնելու, իրանց ճնշելու, միշտ նաև այդ հետապնդման այլ գործիքներ եւս ոնց որ կիրառվում են, էլի մենք դա տեսնում ենք։ Դե նշեցիր, որ նաև ինքը շատ կոնկրետ ազդում է մարդկանց մասնակցության վրա, ինքը ազդում է ժողովրդավարության վրա ու սա լուրջ հետևանքներ է ունենում երկարաժամկետ ոչ միայն այն մարդկանց վրա, ովքեր որ թիրախավորվում են, այլ միջավայրի վրա է ազդում։ Հա, հանրային շահի վրա, ի վերջո, սա դառնում է մեր բոլորիս հուզող խնդիրների տեսանկյունից լուրջ ռիսկ է առաջացնում։ Մենք պետք է նաև սկսենք մտածել այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ այն մարդիկ, ովքեր որ այս խնդիրները բարձրաձայնում են, լինի դա աշխատանքային իրավունք, լինի շրջակա միջավայր, առողջություն եւ այլն, իրենք ապահով զգան, որ այս երկրում իրանք իրավունք ունեն ու հնարավորություն ու ազատություն ունեն այս խնդիրները բարձրաձայնելու առանց որևէ անհամաչափ անպատկերացնելի ինչ-որ ճնշումների ու սահմանափակումների ենթարկվելու։ Ուրեմն մի քիչ խոսենք դրա մասին, հա, ոնց կարելի է այդ միջավայրը ավելի բարենպաստ դարձնել այդ ակտիվ պատասխանատու քաղաքացիների համար, ովքեր որ չեն ուզում լռեն անարդարությունների ու ապօրինությունների ժամանակ, հա։ Ինչ կարող ենք անել։ Ինչ կարող ենք անել, ըստ քեզ։ Ըստ ինձ դա օրենսդրական փոփոխություններն է, որը թույլ կտա դատաներին վաղ, այսինքն միջև դատական process սկսելը վաղ շուտ ֆիլտր լինի ինչ-որ, որը ցույց կտա, որ նման գործընթացը ոչ թե հետապնդում է իրավական ինչ-որ հայցի ստանալ, այլ հենց ինքը այդ
դատական process օգտագործում է որպես պատժիչ միջոց։ Այսինքն ֆիլտրը պետք է լինի, այսինքն ընդ մի քանի հատ ֆիլտրներ պետք է դրեն։ Այսինքն եթե համաչափությունը չի համապատասխանում, այսինքն մեր դեպքում ընդհանրապես համաչափ չի, այսինքն այդ պատասխանատվությունը 8 հոգու վրա գցելը դա համաչափ չի, 5 միլիարդը։ Այնտեղ պատճառահետևանքային կապն էլ պետք է, այսինքն դա մեծ աշխատանք է պետք օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի եմ ասում մարդիկ պաշտպանված զգան իրենց, այսինքն ես հասկանամ, որ եթե ես վաղը խնդիր բարձրացնեմ, կապ չունի արդեն ընկերության մասով, այսինքն ինչ որ անհատի մասով ես խնդիր եմ բարձրացնում, այդ անհատը ունի հնարավորություններ մեծ ռեսուրսներ ինձ դատի տա, ես իմանամ, որ դատարան այդ գործը չի վարույթ չի վերցնելու եւ այդ 5-6 տարին ինձ քաշքշի, այսինքն ինքը վաղ փուլում այդ գործը կարճելու է, այսինքն պետք են փոփոխություններ օրենսդրական մակարդակում արվեն։ Իսկն իմ կարծիքով միակ լուծումը է դա, որը մեզ կօգնի։ Այստեղ նաև շատ կարևոր է, հա, այսինքն որպեսզի դա կարան կոչենք հակասլափային, հա, օրենսդրություն կամ օրենք ընդդեմ հանրային մասնակցության կապաշտպանի հանրային մասնակցություն։ Այստեղ կարևոր է շեշտել, որ այսինքն պիտի իմունիտետ լինի, այսինքն օրենսդրական, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ չէ որ այս մարդիկ օրինակ երբ որ իրենք ինչ էին ասում չէին լավ իմ աշխատավարձը բարձրացրու ես գնամ հանգիստ քնեմ իրենք մի խումբ հարցեր էին բարձրացնում հա աշխատանքային աշխատավարձից բացի աշխատանքային առողջապահական բնապահպանական եւ այլ հարցեր էին համախումբ այսինքն հանրային շահի համար էին իրենք հա այնտեղ պայքարում եւ այդ հանրային շահի հետ կապված, այսպես ասած, սահմանն էլ պետքա դրվի, որպեսզի ասենք նույն հա հստակ լինի, որ չի կարող մարդը, հա, պատասխանատվության բերվել, եթե ինքը հանրային շահ էր բարձրացում կամ դրա հետևից էր գնում, էլի։ Եվ աշխարհում քաղաքակիրթ, ժողովրդավար, հա, հասարակություններում ամեն դեպքում փորձել են ինչ նույնիսկ ամենակապիտալիստական երկրներում, որտեղ ամեն ինչը կախված էր կապիտալից, ընդ որում նաև հանքարդյունաբերությունից ու ավելի մեծ ազդեցությամբ, այսինքն կարող է այդ երկրի տնտեսության ոչ թե 3%-ներ կազմում, այլ 30%-ներ կազմում։ Նույնիսկ այդպիսի երկրներում, որտեղ որ արկա է ժողովրդավարություն, փորձել են այդպիսի օրենքներ մշակել, որպեսզի իրենց հասարակությունը լինի պաշտպանված, էլ այսինքն չհետապնդվի։ Այդ որ ասում ես հանրային շահի մասը, ես օրինակ ֆիլտրներ որ ասում եմ, որ պետք է դրվի։ Հենց այդ ֆիլտրներից մեկը այդ հանրային շահն է։ Եթե հանրային շահի մասն է խոսքը գնում, այդ ֆիլտրը պետք է լինի։ Եթե հանրային շահի մասն է խոսքը, պետք է նախ ապացուցման բեռը դրվի հայցվողի վրա, այսինքն ով որ հայցվում, ինքը պետք է ապացուցի, ոչ թե որ հիմա մեր գործը օրինակ մենք լիքը բան ունենք, բեռ ունենք ապացուցելու։ Բայց եթե հանրային շահի մասն է խոսքը գնում, ապացույցի բեռը եւ նաեւ դատական ծախսերը պետք է մնան հայցվողի վրա, որտեւ ել եմ ասում, այդ հայցվողը մեծ ռեսուրսներ ունի, նա կարա լիքը ձգի, այսինքն ինքը այդ հնարավորություն ունի, հա, մեծ դատապաշտպանների, աբաների խումբ ունի։ Մենք հասարակ քաղաքացին չունի այդ ամեն ինչը։ Եվ նա խոսում ուզում ասում, թե այդ ֆիլտրների մեջ անպայման պետք է թե հանրային շահը դատարանը հաշվի առնի, այսինքն որտեւ եթե հարցը հանրային շահի մասն է, դա անպայման պետք է հաշվի առնի։ Դա շատ կարեւոր է։ Այո, եւ հանրային շահը այս դեպքում կարող է լինի եւ այդ կոնկրետ խնդիրները, որոնք որ շատ մարդկանց են վերաբերում, աշխատանքային իրավունք, շրջակա միջավայր, առողջություն եւ այլն, բայց հանրային մասնակցությունը ինքնին հանրային շահ է։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում ունենանք արդյունավետ կառավարում, հաշվետու կառավարում, ուզում ենք ունենանք մասնակցային կառավարում, ուզում ենք որ որոշումները կայացվեն թափանցիկ ու ներառական ձևով, մենք պետք է ապահովենք այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ թե 2-3 անգամ մտածեն խոսելուց առաջ, մասնակցելուց առաջ, այլ վստահ լինեն, որ իրանց կարծիքը ոչ միայն ցանկալի է, այլ նաև կարծիքը, որը կարող է լինի քննադատողական, կարող է լինի ընդունված տեսակետներին դեմ, չի դառնա առիթ իրանց թիրախավորելու, մեկուսացնելու, պիտակավորելու եւ լռեցնելու։ Հա, իսկ դրա համար պետք է այդ բարենպաստ միջավայրը ձևավորվի ու քոնը շատ այդ օրենսդրական մեխանիզմները, ես թվում է, հենց շատ լավ ձևակերպեցիր, էլի, մենք չենք կարող հանրային շահի, հանրային մասնակցության հետ կապված հարցերը դիտարկենք այլ ինչ-որ ձրպարտության կամ այլ դեպքերի նման, որովհետև պետք է դատարանը կարողանա ֆիլտրի այս դեպքը սպეციფიկ է, այս դեպքը ուրիշ է ու չպիտի տևի արդեն դե դեպքում մի տարի, ոմանց դեպքում 3 տարի, ոմանց դեպքում 7 տարի, որը մեծ հաշվով մարդուն գցում է այնպիսի process-ների մեջ, որ այլևս
դու էլ էիր ասում, բայց քեզ պետք էր, հա, դա անել։ Իսկ պետքա ստեղծվեն այդ պաշտպանող մեխանիզմները, որովհետև մեր բոլորի համար է կարևոր, որ քո նման մարդիկ, ովքեր որ տեսնում են ինչ-որ խնդիրներ, իրանց կաշկանդված չզգան այդ խնդիրների մասին բարձրաձայնել, որովհետև ի վերջո բարձրաձայնելուց հետո էլ սկսվում է բանավեճը։ Եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք պետքա այդ բանավեճի տարածքը ապահովենք։ Այդտեղ պնդումը այն չի, որ մարդը, որ ինչ-որ խնդիր է բարձրաձայնում, ինքը միանշանակ ճիշտ է։ Մարդ իր տեսանկյունից, իր փորձից, իր պատկերացումներից ելնելով այդ հարցը բարձրաձայնում է։ Այստեղ պետքա լինի ապահով, ազատ միջավայր այդ ժողովրդավարական բանավեճի համար։ Իսկ այն ինչ որ տեղի ունենում այս հանրային մասնակցության դեմ հայցերով, մեծ հաշվով սահմանափակում այդ բանավեճի տարածքը ու թույլ չի տալիս ազատ քաղաքացիական մասնակցությունը։ Ու այլ սլափներին զուգահեռ մենք պետք է հիշենք, որ նաև կան կեղծ նարատիվներ, թիրախավորումներ, այսինքն բոլոր գործիքակազմերը այս դեպքում օգտագործում են, որ հանրային մասնակցությունը կամ բնապահպանական կամ ուղղակի քաղաքացիական ինքը ոնց որ իր ազդեցությունը նվազի, հա, մարդիկ քիչ սկսեն արտահայտվել, ինչ պետք է անել համայնքում նաև շատ կարևոր է նաև այդ հական նարատիվային հաղորդակցությունը տանել, հա, այսինքն որպեսզի համայնքի բնակիչները հա այն ընդունված, տարածված նարատիվները, որոնք որ կան, այնքան պարզ տեսնեն, որ դրանք անկեղծ չեն կամ ճիշտ չեն եւ ինչն է իրականում դրա հետևից։ Այսինքն այդ հաղորդակցությունը համայնքի բնակիչների հետ պետք է եւս կառուցվի օրենսդրության զուգահեռ, էլի, այսինքն այդ մասով ես մի բան նշեցի, ասում եմ հոգեբանական sense ազդեցություն կա, այսինքն ինձ դարձրել են իրանք, այսինքն այդ ընկերությունը զոհի կարգավիճակում եւ քանի որ նաեւ մարդկանց մոտ այդ իրավագիտակցության մակարդակը այդքան էլ բարձր չէ, այլ ասում իրանք այդ սլափը, այսինքն այդ հանրային մասնակցության դեմ հայցերը չգիտեն ինչ է, հա, այսինքն չեն տարբերում, իրանք ընկալում են էլ ասում, հա, որպես իրավական ինչ-որ ճիշտ մեխանիզմ ու արդեն քանի որ իրանք մտածում են դե որ ճիշտ է, վնաս են տվել, այդ բացի այդ դա որ իրանք մոտ տպավորում է, նաև կողքից քո ասած այդ նարատիվներ են տարածում, որ միգուցե ուղղորդված է եղել, այսինքն եթե ճիշտ է, նա ուղղորդված է եղել։ Այդ ամեն ինչի համադրությունը մարդկանց հանդեպ ով որ բարձրացել է միանգամից ֆոնը փոխում, այսինքն ֆոնը փոխում, այդ մարդկանց հանդեպ նեգատիվ է վերաբերվում։ Այստեղ արժե զրկելն է ձեր պայքարը, որովհետև այն օրերին դե հասարակությունը ոնց է, հասարակությունը ունի տարբեր, հա, նախասիրություններ, տարբեր տեսակետներ, տարբեր կողմնորոշումներ եւ տարբեր, այսպես ասած, վախեր, դա էլ ընդունենք։ Եվ բոլոր հա կողմերի համար ստեղծվել էր մի նարատիվ, հա, այսինքն այս մարդիկ ուղղորդվում են շատ ուղիղ Ռուսաստանի կողմից, այս մարդիկ ուղղորդվում են Արևմուտքի կողմից, այս մարդիկ ուղղորդվում են կառավարության կողմից, այս մարդիկ ուղղորդվում են, այո, այս մարդիկ ուղղորդվում են որևէ քաղաքական գործչի կողմից։ Նույնիսկ եղել է, որ հա, այս մարդիկ նույնիսկ հենց ընկերությունն է, այսպես ասած, այս մարդկանց ոտքի բարձրացրել, հա, չգիտեմ ինչի համար, այսպես ասած։ Այսինքն տարբեր այսպիսի բոլոր ու դա հենց պատահական չի։ Դրա հետևին ոչ ֆորմալ ինստիտուտներ են, այսպես ասած, պատվալային աշխատում, որ ոնց անեն, որ հասարակության բոլոր տրամադրություններին հասնեն, այլ այսինքն եւ դրանով իսկ վարկաբեկեն եւ միգուցե ոչնչացնեն պայքարը։ Բնականաբար որոշ շրջանակներ ցանկացած պայքարի արդյունքում ցանկանում են օգտվել։ Դա երբեմն բնապահպանական պայքարների ժամանակ տեսանելի է, երբ որ, ասենք, համայնքի բնակիչները պայքարում են, կոնկրետ չգիտեմ, հա, տվյալ գյուղի հողերի շրջակա միջավայրի համար, բայց կոնկուրենտ ընկերություններ կան, որոնք որ նույն բանն են ուզում այդ համայնքից, բայց եթե տվյալ դեպքում ընկերությունը X հա, ընկերության դեմ է պայքարում, այն մյուս ընկերության կողմնակիցները գալիս են միանում գյուղացիներին եւ պայքարում։ Այսինքն նաեւ այստեղ այդ օգտվելու, հա, հանգամանքները կան կամ ռիսկերը կան, բայց ու ամենավատը այստեղ այդ ամեն ինչում, որ հասարակության մեջ ձևավորում են մի հատ մեծ, ավելի կեղծ նարատիվ, որ այս հասարակությունը մարդիկ ունակ չեն իրենց իրավունքների համար պայքարել։
այսինքն պիտի պարտադիր ուղղորդված լինի։ Առաջնային բանը է դա։ Այս ամենավատն է եւ դա կործանարար է, թե զարգացման տեսանկյունից, թե ժողովրդավարության տեսանկյունից, թե ընդհանրապես պետության անվտանգության տեսանկյունից, որովհետեւ եթե այսպիսի նարատիվ զարգացվեց, որ այս երկրում պարտադիր ինչ-որ բան պետք է ուղղորդվի եւ մարդիկ սկսեն դրան հավատալ, պատկերացրու վերջում ինչ արնել։ Այդ դրամասով սենց ինձ շատ հարազատ մարդ է, այսինքն բարեկամ մարդ ինձ սենց ասում, դու չգիտես, ձեզ օգտագործել են, ասում։ Դու չգիտես, ասում, ձեզ օգտագործել են։ Ինքը ինձ ասում, քեզ ասում, խնդրում եմ, ելոց շատ են դա ասել, այսինքն ուրիշ մարդ, բայց հարազատը, սովորին կողմ։ Մասոներն են։ Մեր խնդիրը նաև այստեղ շավարժ քո օգնությամբ ու շատ մերսի որ կիսվում ես քո պատմությամբ, որովհետև մեր խնդիրը նաև հենց այս սպეციფიկ պատմությունների օրինակով մարդկանց ցույց տալն է, թե ովքեր են ի վերջո դառնում այս հայցերի թիրախ, հա, որտեղ մենք սկզբում ֆիքսեցինք, որ ձեր դեպքում 8 հոգու են ընտրել, բոլորին չեն ընտրել, հա, մենք էլի խոսում ենք նրա մասին, որ կարող է ինչ-որ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներ ու ինչ-որ ակտիվիստներ գրեն, բայց հանքարդյունաբերողը կընտրի դրանցից 1-2-ին, որովհետև այդ 1-2-ի մեջ հա տեսնում բան, հա, եթե իրանց լրացնի, ապա դա ազդեցություն կունենա մնացածի վրա։ Ու մեր համար կարևոր է, որ քաղաքացիները իմանան, որ այդ ակտիվ քաղաքացիները, ովքեր որ պայքարում են, իրանք չեն պայքարում մենակ իրենց համար, նրանք պայքարում են ավելի լայն, ավելի արդար հասարակություն ունենալու, ավելի արժանապատիվ կյանք ունենալու, ավելի առողջ միջավայր ունենալու, ու սա մեր բոլորին պետքա հուզի ու չպետքա թողնենք, որպեսզի այս դատական մեխանիզմները օգտագործվեն այդպիսի քաղաքացիներին լրացնելու համար, որովհետև իրանց լրացնելը նշանակում է լրացնել այն համայնքները, որտեղ որ այս մարդիկ ապրում են ու գործում են, եւ ի վերջո լրացնել ընդհանրապես քաղաքացու ձայնը։ Այնպես որ քեզ շատ մերսի, որ կիսվեցի քո փորձառությամբ ու քո պատմությամբ, քեզ հաջողություն, հուսանք շատ երկար չի տևի ու հուսանք բարեհաջող ավարտ կունենա, իսկ այդ ընթացքում էլ նաև կմտածենք այդ խոսակցությունները, քննարկումները հուսով են կշարունակվի, թե ինչպես պետքա արդյունավետ մեխանիզմներ օրենսդրական ձևավորվեն, շավարժի նման լիքը այլ մարդկանց ու ապագայի ակտիվիստներին ու ակտիվ քաղաքացիներին պաշտպանելու, որպեսզի իրենք այս դժվարությունների ու խոչընդոտների միջով չանցնեն։ Մեր դատական process-ի ընթացքում միգուցե հազարավոր մարդ պետք է լսվի եւ իմ կարծիքով այս գործը կավարտվի, եթե արդեն Հայաստանում օրենսդրական մակարդակով ինչ-որ փոփոխություն լինի, որովհետեւ մեր գործը անվերջ է տևելու, որովհետեւ ընդ հազարավոր մարդկանց պետք է լսվի դա հավոր անվերջ առնելու։ Շրջակա միջավայրի եւ հողօգտագործման, հա, այսինքն պաշտպանները, ակտիվիստները այս վերջերս զեկույց էի մի հատ կարդում, որ ասում էր, որ 2013 թվականից մինչև 2023 թվականը աշխարհում սպանվել է 2100 հոգի, հա, ակտիվիստ այսպիսի, այսինքն մենք պետք է շատ լուրջ ընդունենք, որ սլափը կամ ռազմավարական հայցը դրանից ուղղակի մի մակարդակ ավելի մեղմ վիճակն է։ Այսինքն, եթե դա ինքնահաստատվեց, հաջորդը այդ վտանգներն են։ Փառք Աստծո, այդ 2000 հա քանի դեպքի մեջ Հայաստանից գրեթե հա դեպքեր չկան, չնայած մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ բռնություն եւ այլն, հա, բայց եթե դրա առաջ չառնվի, ապա ավելի վատ է լինել եւ խոսքս ես կուզեի այսօր սահմանափակեի հա Օրհուսի կոնվենցիայի զեկուցողի, այսինքն շրջակա միջավայրի պաշտպանների խոսնակի խոսքերով Միացյալ Ազգերի կազմակերպության, որը ասում է, որ յուրաքանչյուր օր մարդիկ վտանգում են իրենց կյանքը հանուն շրջակա միջավայրի, հանրային շահի եւ երկրները պետք է մշակեն օրենքներ, որոնք այդ մարդկանց կպաշտպանեն։ Հա, այսինքն դա համընդհանուր կոչ է եւ եթե մենք գնանք որ երկրները չունեն հակասլափային օրենսդրություն, բոլոր երկրները այն որոնք ժողովրդավար չեն, չունեն։ Իսկ ԵՄ-ում, օրինակ Եվրոպական միությունում կան երկրներ, որ ունեն, իսկ կան երկրներ միգուցե որ չունեն, բայց ԵՄ-ն ասում է պետք է մշակես։ Իսկ իրենց մոտ դա պարտադիր ընթացակարգ է։ Այսինքն ժողովրդավար երկրները այդ օրենսդրությունը ունեն։
իսկ ոչ ժողովրդավարները բնականաբար չունեն, չասենք էլի անունները, հա։ Դրա համար լիարժեք ժողովրդավարության համար եւ ժողովրդավարության ամրապնդման համար բոլոր տեսանկյուններից ու խոսքը ոչ միայն սլավների մասին, այլ ընդհանրապես հանրային շահերը պաշտպանողները պետք է պաշտպանված լինեն նաեւ, այո։ Շնորհակալություն, այսքանը Օլեգ մեզ որտեղ են հետևում։ Հա, մեզ հետևում են Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի Facebook-յան էջում, YouTube-յան ալիքում եւ cvmedia.am կայքում։